Կեռամա մարացին, մնալով հավատարիմ ավանդույթներին, շարունակում է շրջագայել աշխարհով։ Այս անգամ մեր հանգրվանը 7 թմբի վրա գտնվող Հռոմն է, հռոմեական հավաքածու։ Դիզայներների խումբը ստեղծել է իսկական գեղագիտական հաճույք պատճառող հավաքածու։ Համեցեք տեսնել եւ կատարել ժամանակի թելադրած ընտրություն։ Կեռամա մարացի։ Այս տարի բոլոր ճանապարհները տանում են Հռոմ։ Բայց դու այդ հիմարության համար պատասխան ես տալու։ Ձեզ այդ ես տանն ես լե։ Հա, հեռախոսն է հիմարուցել։ Ավետիս։ Ես քեզ կարևոր բան եմ պատմելու։ Լսում եմ։ Մաման ուղղակի ուզում է ասել, որ ուզում է մեր տանը մնալ։ Նրա համար շատ դժվար կլինի մեզնից հեռու ապրել։ Այդ իսկ պատճառով ավելի լավ կլինի, որ նա մեզ հետ ապրի։ Թող մնա։ Փաստորեն իզուր հա այդքան տուն նայեցինք։ Չէ, մամ։ Ես ուղղակի քեզ համար էի անհանգստանում։ Չէի ուզում, որ դու քեզ այս տանը ճնշված զգաս։ Այ Նելի ջան, ինչ ես ասում, գոնե Ավետիսի մոտ նման բան մի ասա։ Ես ինձ այս տանը հոյակապ եմ զգում։ Ուրեմն շարունակեք ապրել այստեղ։ Ավետիս։ Չէ։ Իմ մասշտաբը։ Շուտ եմ մտքա փոխվում, որ ձեզ դեռ։ Կնշանակի մի պատճառ կա։ Դասերից հետո կգաս օֆիս։ Անպայման։ Ինչ ես եկել։ Քեզ թվում է հաղթանակ ես տարել, հա։ Դուրս արի այստեղից չեմ ուզում դեմքդ տեսնել։ Իսկ ես թվում էր, որ ես վախենալու եմ ու ոչինչ չասեմ, հա։ Դու շատ փոքրոքի ես, մամ։ Ու դու այստեղ մնում ես ոչ թե նրա պատճառով ու ես քեզնից վախեցա, այլ այն պատճառով, որ ես ուզում եմ քեզ ապացուցեմ, որ դու նողկալի ու ստոր արարքներ ես անում։ Նա ծիծաղում ես, ուրախացի։ Շնորհավորում եմ այստեղ հանգիստ կմնաս կապրես, փողոցում չես հայտնում, բայց իմացի, որ սրանից հետո ինձ հետ էլ գործ չես ունենա։ Ես քեզ թույլ չեմ տա իմ տան մթնոլորտը խանգարել։ Լավ, եթե այդպես ես ուզում, թող այդպես լինի։ Ես փակում եմ աչքերս, վերան։ Համա, ես հենց դա եմ ուզում, իսկ հիմա դուրս արի այստեղից, ու ինձ հանգիստ թող։
Ճանապարհին ես։ Հա, ինչ կա։ Ուղղակի ես ինձ շատ վատ եմ զգում կատարվածի համար։ Տեղս չեմ գտնում։ Բայց ամեն դեպքում խղճում եմ դրան, որովհետև մայրս է։ Ես քեզ խնդրում եմ, եթե հնարավոր է, արի ինձ մի բան ժամանակ հանդիպենք։ Ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Տեսնենք։ Չգիտեմ։ Ես հասկանում եմ, որ քեզ անհարմար վիճակի մեջ դրեցի, բայց ուղղակի ստիպված էի դա ամեն ինչ անել։ Հա, դու ճիշտ ես։ Ես շատ անհարմար վիճակում հայտնվեցի։ Լավ։ Հետո կխոսենք։ Լավ դե, ես քեզ համբուրում եմ։ Եղավ։ Հասանարեք։ Նելի, պիտի հանդիպենք ու խոսալու բան կա։ Ես ժամանակ չունեմ։ Չէ, Նելի, պարտադիր պիտի խոսենք։ Որտեղ ես։ Հիմա կգամ։ Նվարջան կարելի է, չեմ խանգարի։ Իհարկե կարելի է, Հասմիկ ջան, ներս արի։ Դու գիտես, ես հատուկ վերաբերմունք ունեմ քո հանդեպ։ Այ դրա համար էլ եկել եմ, որ հրավիրեմ քեզ միասին սուրճ խմենք ներքևում։ Հա, կխմենք։ Բայց ես քո հետ բան ունեի խոսելու։ Հա։ Հետաքրքիր է։ Ես Լիլիթի ու Վարդանի համար եմ անհանգստանում։ Նրանց մասն եմ ուզում քեզ հետ խոսել։ Վարդանի ու Լիլիթի։ Հա։ Ինչ է եղել իրանց։ Ես շատ լավ տեղյակ եմ, թե Նարեկի նշանдрեկին ինչ տուց է եղել։ Եվ Հասմիկ ջան, ինձ թվում է մենք Լիլիթին լրիվ աչքաթող ենք արել։ Ինչ է նշանակում աչքաթող ենք արել Լիլիթին։ Ես զարմանում եմ քո վրա, Հասմիկ ջան։ Դու ոնց մինչև հիմա չես նկատել, որ այդ Վարդը սիրահարված է Լիլիթին։ Ախր նա շատ վտանգավոր տիպ է։ Նրան պետք է շատ արագ հեռացնել աշխատանքից։ Ես երեխաների ապահովության համար եմ ասում։ Նվարդ, ոնց կարող է Վարդանը վտանգավոր լինի երեխաների համար։ Նենց բան ասեցիր ծիծաղս եկավ։ Ես Վարդանին մանկուց եմ ճանաչում։ Փոքր ժամանակվանից, ինչ որ ցավոք սրտի դու արդեն չես հասցնի անել։ Դու երևի նկատի ունես, որ ես գնալու եմ։ Այո, դու չես տեղափոխվում։ Չէ։ Նելին ու Ավետիսը ինձ շատ համոզեցին, շատ խնդրեցին, համոզեցին, որ ես մնամ։ Դե ես էլ որոշեցի մնալ, այնպես որ ես չեմ գնում։ Իսկապես։ Շատ ուրախ եմ քեզ համար։ Ապրես, Հասմիկ ջան։
Բայց Վարդանի պահով, գիտես, Նելին էլ եթե իմանա, ինձ թվում է, որ շատ կբարկանա։ Իմ աղջիկը ռոմանտիկների չի ու նման բաներ չի սիրում։ Ու մի բան էլ։ Վարդանը ամեն օր Լիլիթին տանում է դպրոց ու հետ է բերում։ Չէ՞ դու մենակ պատկերացրու։ Վարդանը երբեք չի կարող վտանգավոր լինել երեխաների համար, բայց մեր սուրճը սառեց։ Ես գնամ ասեմ, որ նորը պատրաստ եմ։ Դու մի անհանգստացի Լիլիթի համար։ Լավ։ Լավ։ Նելի ջան, այսօր ես գնում։ Գնում եմ մարզասրահ։ Հետո էլ պիտի Ավետիսին հանդիպեմ։ Հա, դե սպասի, ես էլ եմ գալի, հեսա պայուսակս վերցնեմ։ Մամ, եթե ես քեզ թույլ եմ տվել մեր տանը մնալ, դա չի նշանակում, ուր որ պիտի գնամ, դու ինձ հետ պիտի գաս։ Ու ինձ էլ պահակություն չանես։ Մի րոպե սպասի, հա։ Ինչ ես անում։ Կներես։ Բայց մենք իշքան պիտի սենց մնանք։ Ես սենց չեմ կարող լինել։ Ու դու շատ լավ գիտես, որ ես ճիշտ եմ արել։ Ուշքի արի, հա։ Փաստորեն այդ ապուշը քո համար ավելի կարևոր է, քան ես, որ չես էլ բարեհաճումդ լսես ինձ։ Լսի դու քեզ ում տեղն ես դրել։ Նա դեմ հետ նորմալ խոսա։ Երիկա, ինչքան քեզ մարդու տեղ դրեցի, հիմա գնա ու տեղը դիմացի։ Լսում եմ։ Ասա տեսնեմ ինչ ես կանչել։ Մամադ ինչ գիտի մեր մասին։ Ինչը նկատի ունես։ Ինքը քեզ ասեց, որ դու իրան տնից անում ես, որովհետև ինքը շատ բան գիտի։ Հետո ասեցիր չէ մնա։ Ուզում հասկանամ ինչ է կատարում։ Ուղղակի ես քո պատճառով ստիպված էի մորս առաջ ցածրանալ։ Ես չեմ հասկանում։ Ինչ կար ինքը իմանա իմ ու քո մասին։ Չգիտեմ։ Ասեց, որ տան պատերը եթե լեզու ունենային, շատ բան կպատմեին իմ ու քո մասին։ Տես քո րոպեական թուլության պատճառով ես ինչ վիճակում եմ հայտնվել հիմա։ Սուտ ասում մամա, ինքը ոչ մի բան չգիտի։ Բայց ասեց, որ Ավետիսին ամեն ինչ կպատմի։ Բլեֆ է, խաբում է։ Միգուցե։
Բայց ես չէի կարող ռիսկի գնալ։ Դու ուղղակի մորը լավ չես ճանաչում ու չգիտես թե նա ինչի անթունակ։ Նա իր երևակայությունը կարող է որպես բացարձակ ճշմարտություն ներկայացնել։ Արի սենց համարենք, որ այդ ամեն ինչը ուղղակի եղել է վահի ազդեցություն ու կարևորություն չտեմ դրան։ Նարեկ, դու ինձ համբուրում ես ու ասում ես արի դրան կարևորություն չտանք։ Ինչ ես ինձ վրա այդպես նայում։ Ես քեզ կանչել եմ, Որ ինչ։ Ես շատ լավ գիտեմ, թե ինչ ա ուզում կինը։ Իսկապես։ Եվ։ Ես գիտեմ, որ դու հիշում ես այդ օրվա ամպերը։ Դրանով ես երջանիկ եմ։ Ցինիկի մեկն ես։ Զզվում եմ քեզանից։ Դու քո ասածին հավատում ես։ Չէ, շնորհակալություն։ Չէ, Տոնոյան, դու երևի մոռացել ես, հա, որ ես այդտեղ բաժնեմ ասում եմ։ Ինչը վաճառեմ։ Իհարկե ոչ։ Հակառակը ես նոր ներդրումներ պետք է կատարեմ։ Եղավ։ Բարև ջանս, ո՞նց ես։ Լավ, դու ո՞նց ես։ Լավ, շնորհակալություն։ Նելիին ասեցի ինձ իր հետ տանի, բայց ինքը զբաղված էր ինչ-որ տեղ էր գնալու, ասեցի զանգեմ քեզ։ Ինչի՞ ուր էր գնալու, որ։ Ինչ իմանամ։ Սկզբից պետք է գնալ մարզասրահ, հետո էլ Ավետիսի հետ հանդիպման։ Ես Նելիի մեքենան ճանապարհին տեսա գալուց։ Որտեղ։ Ինչ որ սրճարանի դիմաց կանգնած էր։ Նարեկին էլ տեսա, գիտես։ Սրճարանից դուրս եկավ։ Նստեց մեքենան ու գնաց։ Լավ քրոջից տովա գլուխ հանում։ Ասա տեսնեմ ինչ կա, չկա կեսրատ լավ կաշառեց։ Լավը հիշեցրիր։ Հեռախոսով ինչի էր գորգորում։ Գիտես ինչ անհարմար դրության մեջ ընկա։ Արմենը կողքից կանգնած էր։ Էլի վիճել եք Նելիի հետ։ Մանե ջան, մենք Նելիի հետ չենք վիճում։ Մի պուճուր իրար խայթում ենք ու վերջանցնում գնում ենք։ Վայ,
Չգիտեմ էլ ինչ ասեմ, երկուսդ էլ անուղելի եք։ Տուն գտակ։ Ինչ տուն։ Ոնց ինչ տուն։ Չէիր ուզում տեղափոխվել։ Չէ, քույրը դու փեսաս, որոշեցին, որ ես պետք է մնամ իրենց տանը։ Ինձ շատ խնդրեցին։ Դե ես էլ համաձայնվեցի։ Էնպես որ այդ հարցը փակված է։ Լավ։ Ուրախ եմ։ Հա իսկապես շատ լավ եղավ։ Մայրը դուրսը չմնաց։ Բայց այդ հարցը փակված է։ Դու ավելի լավ ասա, տեսնամ Վիգենի տանը երեք ինչ էիք անում։ Քշեք։ Քեզ ում տեղն ես դրել։ Նա դեմ հետ նորմալ խոսա։ Երիկա, ինչքան քեզ մարդու տեղ դրեցի, հիմա գնա ու տեղը դիմացի։ Վարդան։ Ներեք զանգել եք չէ լսեն ինչ որ բան է պետք։ Վարդան ջան, ես ուզում եմ հետդ խոսել։ Իմ հետ։ Այո։ Վարդան ջան, երեկվա այդ կրտուկից հետո ես արդեն չգիտեմ քեզ ոնց պաշտպանեմ, ոնց արդարացնեմ բոլորի մոտ։ Այս Հասմիկի ինչ է խոսում Վարդանի հետ։ Ինչա Վարդանը եկավ։ Վերջապես եկավ։ Այսօր շատ ուշացավ, երևի Հասմիկը ինչ-որ բան ասել, որ առնի, հա։ Չէ, ոչ մի բան էլ չի առել, որովհետև ձեռքին տոպրակներ չկան։ Ուղղակի խոսում են։ Փաստորեն մի բան էլ ես եմ եղավոր։ Չէ, Վարդան ջան։ Ես գիտեմ, որ դու ամեն ինչ անում ես Լիլիթի համար։ Դու ամեն ինչ անում ես, որ Լիլիթին լավ լինի։ Բայց մարդիկ դրան ուրիշ կերպ են նայում, ուրիշ մեկնաբանություն են տալիս։ Վարդան ջան, ես քեզ խնդրում եմ, մի բան անելուց առաջ երկար մտածի նոր քայլը տարա։ Ես էլ չգիտեմ քեզ ոնց պաշտպանեմ։ Չէ, դրա կարիքը չի լինի։ Ես չեմ ուզում, որ ինչ-որ մեկի գլխին պրոբլեմ տա։ Դրա համար էլ որոշել եմ, որ էլ ձեր տանը չեմ աշխատում։ Սա մեքենայի բանալիներ է, սա էլ չեն ասում գարաժի բանալիներ է։ Ինչ է սա նշանակում։ Ամեն ինչ նորմալ է։ Լավ մնացեք։ Վարդան հետ արի։ Հետ արի ես քեզ ասում եմ։ Չհասկացա, այս ինչ է կատարվում։ Այսօր գնաց Վարդանը։ Ինչ եղավ քեզ այ աղջի։ Հեսա կգա էլի Վարդանը։ Վայ։ Ով սպասի, համա։ Նոն է։ Մուշեղ մի հատ գնա Վարդանի հետ խոսի, տեսես, ես ինչ հիմարություն արեց այդ տղան։ Ինչ է, ինչ է, տղեն ինչ եղել է։ Չգիտեմ, գնաց ասեց էլ ձեր տանը չեմ աշխատում, խնդրում եմ գնա խոսի հետը։ Գժվել է։ Խնդրում եմ Մուշեղ ջան արագ խոսի, ես ինչ շատ մեղավոր եմ զգում։ Հավ հանգստաց վախշան, հանգստա, էսա գնամ, տենամ դրա գլխում էլի ինչ քամիներ են պատտվում։ Մուշեղ ինչ է եղել։ Գործի։ Հասմիկ, ինչ է եղել Հասմիկ ջան։ Գոհագես ես կուտայրեմ, հետո ես այդ վազեսն ես տաս։ Դու գործ ունես, ինչ ես տունեք ես ժամին, հա, ասա դրամ ինչ եղել։ Լավ էլի ձյաց Մուշեղ, խնդրում եմ, հիմա հարցեր մի դուր։ Վարդան, հլնա ինձ։ Համար չեմ ուզում ես այդ տունը աշխատեմ, զորով, հա։ Վայ։ Հələ պատմի դրամ ինչ եղել, հետո ես իմ կարծիքը կասեմ։ Պատմելու բան չկա։ Դու առանց լուրջ պատճառը տենց բան չէիր անի։ Մտածել ես ավետիս ինչ կասի։ Այդ արդեն կարևոր չի։ Ես իմ որոշումը կայացրել եմ։ Այդ տանը չեմ ուզում աշխատեմ։ Всё։
Լսում եմ հրամաններդ, օրիորդ Լիլիթ։ Վարդան, խնդրում եմ կներես ինձ։ 1000 անգամ ներողություն եմ խնդրում։ Ինչ կլինի մոռացի ասածներս։ Ես ուղղակի ջղայնացած էի։ Բայց ջղայնացած կլիներ, բա ոնց, ես քեզ շատ լավ եմ հասկանում, օրիորդ Լիլիթ։ Վարդան, խնդրում եմ, ձեռ մի առ։ Ես մինչև հիմա տեղս չեմ գտնում։ Ինձ շատ վատ եմ զգում։ Ինչ ես ուզում որ ասեմ։ Քանի անգամ ներողություն խնդրեմ ասա։ Կարող ես չանհանգստանալ, Լիլիթ, ես էլ ձեր տանը չեմ աշխատում։ Ինչ ես խոսում։ Այսինքն չես աշխատում։ Այտենց, Լիլիթ ջան, ես չեմ ուզում, որ իմ պատճառով քո կյանքում խնդիրներ լինեն։ Հաջողություն քեզ։ Վարդան, սպաս։ Ոչ խոսում է, ոչ մի բան ասում։ Այ մարդ, սենց էլ բան կլինի։ Չեմ հասկանում, այդ տղեն լրիվ գժվել է, ինքը իրան ազատել աշխատանքից, առանց ավետիսին տեղյակ պահելու։ Ես իմ հետը խոսալալ, նո որ։ Տղեն տենց է որոշել։ Մուշեղ սպասի, ես գնամ մի հատ հետը խոսեմ։ Չէ, պետք չի ազնիվ, ես ինքս։ Ես կխոսեմ, հանգիստ եղեք։ Հա։ Վայ, Վարդան։ Մարիև։ Դու էլ ինձ ճիշտ հասկացի։ Ես քեզ ասեցի ինչ իրավիճակ էր։ 2 օր առաջ ասում էիր, որ էլ չես դիմանում։ Ատում ես նրան։ Ես էլ ասում եմ լավ, մտածենք մի տուն գտնենք, որ տեղափոխենք։ Բայց ստացվեց այնպես, որ ես չէի ուզում, որ Նվարդը մեր տանը մնար, հա։ Դու հասկանում ես, թե ինձ ինչ դրության մեջ դրեցիր։ Հասկանում եմ, բայց նա միշտ կարողանում է իմ զգացմունքների հետ խաղալ։ Ու ես չդիմացա ու եթե դու դեմ չես, թող նա որոշ ժամանակ էլ մնա մեր տանը։ Նորից նույն բանն ես ասում, էլի։ Ինչ է նշանակում, եթե ես դեմ չեմ։ Նա քո մայրն է, ինքդ էլ որոշի։ Թույլտվություն չեմ վերցնում, ուղղակի ասում եմ։ Խնդրում եմ, սրանից հետո ինչ էլ որ կատարվի, ինձ այդ հարցերի մեջ մի ներքաշի, լավ։ Ես քեզ խոսք եմ տալիս, որ սրանից հետո նման բան չի լինի։ Հուսամ, որ այլևս չի լինի։ Ես քեզ ու քո երեխաներին բավական ժամանակ եմ հատկացնում։ Լավ կլինի, որ ժամանակ առ ժամանակ դու էլ ինձ չանտեսես։ Կարծեմ դու ամուսնանալիս գիտեիր, որ ես 2 երեխա ունեմ։ Իսկ դու էլ գիտեիր, թե ես ինչ մայր ունեմ։ Ու գիտեիր, թե մեզ ինչ է սպասում։ Այո։ Ասա Լիլիթ։ Պապ, գիտես Վարդանը հրաժարվել է։ Ինչի ուզում մեր մոտ աշխատի։ Իսկ որտեղից պետք է իմանայի։ Ինչ է պատահել։ Ես եմ մեղավոր իմ պատճառով։ Պապ, խնդրում եմ, մի բան արա, այլ է։ Ես հիմա Վարդանի ժամանակը չունեմ։ Հիմա ավելի կարևոր գործեր կան։ Լավ կներես, որ անհանգստացրեցին։ Ուղղակի Վարդանն էլ ինձ համար էր կարևոր։ Սպասի Լիլիթ։ Սպասի, մի րոպե, սպասի Լիլիթ։ Չէ, պապ, ամեն ինչ նորմալ է։ Հետո կխոսանք առայժմ։ Լիլիթ։ Կներես աղջիկս։ Ես հիմա ուրիշ բանի վրա եմ ջղայնացած։ Հիմա ուրիշ պրոբլեմներ կան։ Լավ, հասկացա։ Լավ մի բան կանեմ։
Նելի ուր ես գնում։ Խորժակս փախավ։ Երեխայություն մի արա, արի նստի խոսենք։ Դու հիմա այնպիսի վիճակում ես, որ դժվար թե կարողանանք ինչ-որ բան միասին քննարկել։ Լավ, գնացի, հետո տանը կխոսենք։ Երբեք կամուրջները հետևիցդ մի այրի վկտան։ Եթե ինչ-որ խնդիր կա փորձիր պարզել, հետո լուծել դա։ Ես չեմ հասկանում քո այս պահվածքը։ Ինչա նշանակում ես ամեն ինչը։ Դու ավետիսի աչքի առաջ ես մեծացել, Վարդան։ Նա հոգ է տարել քո մասին, ու ես քո վերաբերմունքով առաջին հերթին ավետիսին ես վիրավորում։ Ավետիսն է։ Հիմա ինչ պատասխանեմ։ Ալո, այո, ավետիս, լսում եմ։ Ասմեք ինչ է պատահել։ Այսինքն։ Մի քիչ առաջ Լիլիթը զանգեց։ Այդ ինչ պատմություն է Վարդանի հետ։ Ես հիմա հենց դա եմ փորձում պարզել, ավետիս ջան, բայց մի անհանգստացի, ամեն ինչ նորմալ է։ Ասմիկ, Լիլիթը դպրոցից նեղված զանգում է, դու ինձ ասում ես չանհանգստանամ։ Ինչ է կատարվում, որ ես դրանից տեղյակ չեմ։ Ավետիս, ես ուղղակի չէի ուզում անտեղի քեզ անհանգստացնել։ Դու գիտես, որ տան հետ կապված ամեն ինչ ինձ համար շատ կարևոր է։ Բայց պարզում է ինչ-որ բան եք թաքցնում, հա։ Լավ, ես հիմա կփորձեմ ամեն ինչ պարզել ու կզանգեմ քեզ կասեմ։ Լավ, սպասում եմ։ Ահա, խնդրեմ։ Քո անմիտ որոշման համար ես հիմա այս վիճակի մեջ եմ, Վարդան։ Կներեք տիկին ասեք, բայց ձյաձավետիսը որտեղից իմացավ, Լիլիթն է ասել։ Իհարկե Լիլիթն է ասել։ Վարդան, եթե դու որոշել ես մեր տանը չաշխատես, դա քո գործն է։ Բայց մենք ուզում ենք, որ դու մեզ մոտ աշխատես։ Ուղղակի որոշմանդ մասին լավ կլինի առաջին ավետիսին տեղյակ պահես։ Այդպես ավելի ճիշտ կլինի։ Աներ Սարի Արմեն։ Ճիշտն ասած, եկել եմ, որ ձեզ դուրս հանեմ։ Եթե ժամանակ ունեք, գնանք միասին ճաշելու։ Չէ, Արմեն, հիմա։ Ճիշտ ես։ Հենց հիմա էլ գնանք։ Այսօր շատ ծանր օր էր։ Շատ լավ, ամել կցրվեք։ Ով է հյուրասիրում։ Դե եթե ես եմ կանչում, ուրեմն ես էլ կհյուրասիրեմ։ Ուրեմն գնացինք։ Հասմիկ ջան, գլուխդ ցավում է։ Հիմա քեզ ցավը զրկող կտամ։ Նունե, դեղը բեր, ես էլ ջուր տամ։ Ազնիվ ջան, արագ էլի։ Վարդանը էլի աշխատելու է, չէ։ Ես չգիտեմ։ Ավետիսը կգա, պարզ կլինի։ Ապրեք։ Մի քիչ նստի հանգստացի։ Վարդանը որտեղ է։ Իր տուն է գնացել։ Լիլիթ, էսով է քեզ տուն բերել։ Լիլիթ, դասերից փախի, լավ Լիլիթը։ Երևի։ Ես չեմ հասկանում, այս տանը ինչ է կատարվում։
Դու սուս մնա, հա? Քեզ քանի անգամ ասել մի խառնվի։ Լավ էլի մամ։ Վարդան, ես քեզ նեղացնելու միտք չունեի, ուղղակի պահի տակ ստացվեց։ Ես ընդամենը ուզում եի, որ դու քեզ ված զգայիր, ոնց որ ես են օրը։ Այդքան էլ ստացվեց, Լիլիթ։ Ցավում եմ, բայց խնդրում եմ ասա, որ դու ինձ ներել ես։ Ասա, որ մոռացել ես ամեն ինչ։ Ես քեզ շատ եմ սիրում, դու գիտես։ Ու դու ամեն օր տանել ես ինձ ու Արսենին դպրոց։ Լավ։ Ինչ լավ։ Ես չէ ուզում, որ ես կամ մարդ խառնվեր իրար, ուղղակի Ասա, որ ներում ես ինձ։ ներում եմ։ Ես գիտեի։ Գիտեի, որ քո ողբեր չեն կարող իրարից նեղացած մնալ։ Նարեկի հարաբերություններից ոչ գլուխ չի հանում։ Շատ անգամ ենք հասել վերջին ու Շատ ես նրան սիրում։ կյանքիցս շատն էլ։ Գիտես, խոսելը լավ բան չի, բայց դրան հետևից ականջ դնելը պակաս տգեղ չի։ Կարող է։ Կարինեն սովորություն ունի դրան հետևից նրան լսելու։ Բայց փոխարենը ուրիշների պես պահարաններս չի մտնում։ Մի բան եմ ուզում ասել Ավետիս ջան։ Ասա Նվարդ։ Ինձ թվում է Հասմիկը իրեն այս տանը լավ չի զգում։ Ինքը էլ անելիք չունի։